Տեղյակ եք արդյոք, որ Սամվել Կարապետյանը տնային կալանքում շարունակում է լինել անազատության մեջ, խիստ սահմանափակումներ կան նրա նկատմամբ։ Տնային կալանքի մեջ է, բայց այդ սահմանափակումներից տեղյակ չեմ։ Ճիշտ ասած։ Անազատության մեջ ալի ինչ տարբերություն։ Եթե դռնից դուրս չգալու ինչ իմաստ է։ Հա, վատ է, որ պահում են անազատության մեջ։ Ես կուզեի շուտապույտ իրան ազատում, նախ սկսենք ստեղից, որպես մեր լավ գործարար մարդ, երկրորդն էլ բոլորին ազատություն կուզեի տային, որ հերիքա այս ղեկավարությունը, այս քանի սաղին, սենց նեղել, որը որ իրանց դեմահելն եմ, սենց խեղճացնեն այս մարդկանց, ուղղակի աբսուրդ։ Լավ չէ, պիտի ազատվի, ազատ արձակեն, ամենաճիշտը դա կլինի։ Ես իրեն գիտեմ որպես բարերար։ Ինքը շատ բարի գործություններ արել։ Հիմա այն է աշխարհում եք ապրում, որ ոչ մեկին չեք կարա ոչինչ ասել։ Ամենաճիշտ բանը կլինի, որ իր փաստաբանը համապատասխան դատական ատյաններին դիմի, ու այդ հարցը բանը, իսկ եթե դատարանները նորմալ ըստ իրանց պահանջի չեն բավարարում իրանց պահանջները, թող դիմի հանրապետության դատախազություն։ Տեղյակ չեմ, ես գիտեի ազատել են։ Տարապես այդ են մարդը չէ՞ որ ասենք այդ վիճակով պահեն իրան։ Այդ մարդու ոնց կարելի ասեք, ստեղից ոչ մի բան չի գողացել, չի տարել, չի բանարել։ Իր համար են մարդը ստեղծել այստեղ։ Ինչ հնարավորություն ունեցել է Ղարաբաղի համար, ստեղ համար արել է մարդը։ Ինչ են ուզում իրանից։ Այն բառը համար, որ ասեց մենք քրիստոնեությունը կպահենք կամ եկեղեցու սատար կանգնենք, դրա համար կարելի է մարդուն այդ հաշճանի բանը։ Այդ սաղ օրինած բան է։ Այդտեղ են լավ էլ տղա է, շատ է լավ տղա է։ Ու իսումա որ ինքը լինի ավելի լավ կլինի մեր հայ ժողովրդի համար։ Ինչ բանի իման վրա են տանում էլի։ Հա, շատ սխալ է։ Այդ մարդուն իր քաղաքական հայացքների համար այդպես բաներ են անում էլի։ Ուզում են աշկը վախացնել։ Գտնում եմ, որ սխալ է, չի կարելի մարդուն հենց այնպես բռնադատել ինչ-որ մի արտահայտության համար, մանավանդ, որ դա մեր եկեղեցու օգտին է եղել, ես երջանիկ եմ, որ քրիստոնյա ազգի զավակ եմ, մեր եկեղեցին պաշտպանել է մեր մշակույթը դարերով, մենք հայ ենք մնացել մեր եկեղեցով և այսօր արկայանում ենք իբրև ազգ մեր եկեղեցով, մեր միասնության գրավականն է։ Սխալ է, որ իրան ձերբակալել են, հա, կալանավոր են։ Իհարկե սահմանափակումներ կան, որ անազատության մեջ տանը խոսելու իրավունք չունի, շփվելու իրավունք չունի, իր գործով, բիզնեսով զբաղվելու իրավունք չունի, ժողովրդի հետ հանդիպելու իրավունք չունի։ Մարդը ոչ մի բան չի արել, ընդամենը ասել է եկեղեցուն ես պաշտպանում եմ։ Ամեն մարդ մի ձևի է պաշտպանում։ Մեկը աղոթում է պաշտպանում, մեկը ֆինանսապես է պաշտպանում, մեկը մարդկային երևույթներով։ Ով է այդ սահմանափակումները արել Նիկոլը։ Առանց Նիկոլ Հայաստան այդ կասեմ։ Իրանք ուզում են սահմանափակեն եւ ընտրողական իրավունքը նորմալ չընթանա։ Իհարկե, մյուս կողմից Սամվել Կարապետյանն ինքը իր աշխատանքով, իր բիզնեսով ինչ որ բանի հասած մարդ է, ինքը ինչ որ բան արած մարդ է։ Այդ առումով ավելի շատ եմ վստահում։ Սրանք ովքեր են вообще։ Լավ մարդ է։ Ես չգիտեմ ինչի մարեն կալանավոր է։ Սամվել Կարապետյանի դեմ բացված գործը քաղաքական թե իրավական պատճառ ունի։ Քաղաքական։ Համ քաղաքական, համ իրավական։ Քաղաքական է, իրավական ինչ ունի։ Քաղաքական է։ Քաղաքական երևի։ Քաղաքական է, տես կարելի ասել, երևի իրանց դե ձեռնատու չի պարզա։ Այսօր ցանկացած մարդու կապ չունի քաղաքականության մեջ է թե չէ։ Եթե դնեն կենսագրականը ուսումնասիրեն, հաստատ քրորեն պատժելի արարք կգտնեն։ Ինձ թվում է քաղաքական։ Քանի որ այդ գործը չեն վարում, չգիտեմ, կարող է իրավաբանական, կարող է քաղաքական։ Քաղաքական։ Չեմ կարող ասեմ։ Պրոստը մարդուն չեն թողում էլի որ առաջ հետա։ Իհարկե իրավական պատճառներով չի։ Քաղաքական։ Քաղաքական իհարկե։ Քաղաքական է։ Այդտենց ով չի իմանում որ Քաղաքական։ Այդտեղ իրավականի ինչ կա։ Ես ոչ մի իրավական բան այդտեղ չեմ տեսնում։ Ընդհանրապես ասած, մեր ձևով կպաշտպանենք եկեղեցուն։
ամեն մարդ իր ձևով կարող է պաշտպանել իր եկեղեցուն, ինչի մասին է խոսքը։ Կարծում եմ, որ այդ կալանավորելը եւ այլն քաղաքական այսպես акցենտ ունեին անպայմանորեն։ Իհարկե քաղաքական։ Դեմ երկու ամիս մնաց ընտրություններին, պարզավոր ուզում են չեզոքացնեն։ Երևի նրա ինտելեկտից, նրա կազմակերպվածությունից որպես մարդ, որպես գործարար, որպես ստեղծող, ազգի համար մտածող, որպես հակառակորդ են տեսնում էլի, որ ժողովրդի մեջ մեծ հարգանք պատիվ ավայելում, դա իրաց ձեռ չի տալիս։ Ինչի համար մարդը ճիշտ խոսալու համար մարդու բռնում է։ Շատ սխալ են արել։ Իրանց աթոռի համար են անում ինչ անեն։ Քաղաքական գործ է, ակնհայտ է, երևում է։ Քաղաքականությունով չեմ զբաղվում, որտեվ զիբիլանոց է, դա։ Հետո ես իմ ընտրությունը արդեն վաղուց կատարել եմ։ Իսկ հիմա ինչ որ կատարվում է, բացարձակ բարոյականության հետ կապ չունի։ Բացարձակ։ Քաղաքական։ Քաղաքական ավելի ճիշտ։ Դա հա, քաղաքական կլինի։ Ինչու է իշխանությունը նրան պահում անազատության մեջ, վախենում է։ Այո, Ինչու։ չգիտեմ։ Վախենում ո վերջել է։ Միգուցե։ Երևի վախենում են։ Երևի թե առանձնապես ինչից պիտի մեր ձևովի համար տանեն ու նստացնեն։ Ամեն մեկն է կարող ասել, մեր ձևով, հետո սաղի մտի տան նստացնեն։ Ընտրությունների հետ կապված հնարավոր է եւ դրա համար պահեն։ Երևի վախենում են։ Թող իրանցից վախենա։ Հաստատ վախենում են, դե հիմիկ ճիշտ ասած արդեն մի ամիս է վախենում են իրանք, բոլորից էլ վախենում են, արդեն իրանք իմանում են իրանց գլխի գալիքը։ Վախենում է իշխանությունը։ Ուրեմն տենց են հանձնարարի, տենց է անում։ Այդ հարցը կարելի է իրանց տալ, ես չեմ կարող պատասխանել։ Ես չեմ կարծում որ վախենում է։ Վախենալը իրանց հնարավորությունն է, որ կարան ցանկացած են ինչ որ ասում է գնացեք մի բան սարքեք, այդ խանութը փակեք։ Այդ մարդը ինչ է ուզում, մի բան կսարքի ու ցանկացած են։ Այո, վախենում են, բա ինչ են անում։ Իսկ ինչու։ Որտեվ ինքը լավ տղա է, մեր չեմ ուզում որ ինչ բան ասեմ, այս ինչ վիճակ է, ժողովրդի վիճակը։ Կարծում եմ, այո, մրցակցությունից վախենում են։ Որովհետև նրանք էլ հայտ են ներկայացնելու, որքան գիտեմ, եւ մրցակցությունից վախենում են։ Չեմ կարող ասել։ Նրանք ինձ թվում ամեն ինչից են վախենում։ Բոլորը։ Իշխանական, հա, իրենք ամեն ինչից վախենում են։ Այս ժողովրդի կարծիքից են վախենում, այս ժողովրդի արժեքներից են վախենում, այս ժողովրդից են վախենում։ Դրա համար ուզում են ինչ-որ իրենց գործիքներով հարցեր լուծեն։ Դե վախենում է, գիտի որ ժողովուրդը էլի իրան կընտրի, ոչ թե չգիտեմ, ահա որա, սենց չի կարելի, սենց երկիր չեն ղեկավարում, մենակ իրանց մասին են մտածում։ Նիկոլին դեմ եմ, չեմ ուզում անգամ իրանուն լսեմ։ Սամվել Կարապետյանն էլ ազատություն ու համբերություն։ Ինչ որտեղ վախենում են։ Երևի, բայց ինքը եթե այտենց է լինի, ես էլ եմ ասում, մեկը всё-таки ինքը կընտրի։ Իհարկե վախենում են։ Բայց հետևից քիչ ժողովուրդ չի գնում Սամվել Կարապետյանը։ Նիկոլ Փաշինյանը սկսել է յուղ առել, այլ արդեն ինքը այն մարդը չի, որ ինչ որ 10 ցանցվերի խոստումներ ա տվել։ Ժողովուրդը իրանից էլ է հիասթափել շատերը։ Հնա չի որ հիասթափած չեն։ Պարտավոր վախենում է։ Ինքը մենակ Կարապետյանից չի վախենում։ Փաշինյանը իշխանության համար վտանգ է ներկայացնում, այտենց քաղաքական հալածանքներ է ենթարկում։ Զազվում եմ իրանից։ Փաշինյանից ումից։